աշխատանքս դա միասնական սոցիալական ծառայության վանաձորի տարածքային Քպական է թե ուղղակի քպականում 21 թվականի նոյեմբերից քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ եմ։ Դուք կիսում եք այս Վլադիմիր Վարդանյանը, կիսում եք այս իշխանության բոլոր ծրագրերը, գաղափարները, Բնականաբար, եթե կուսակցական եմ, ես կամավոր եմ անդամագրվել կուսակցությանը, կիսում եմ այդ իսկ պատճառով կուսակցական եմ։ Նոր ցուցակում կաք արդեն։ Չէ, նոր ցուցակում չկա։ Այս երկու ամսվա համար եք մանդատը։ Իհարկե։ Մենք առաքելությամբ եք եկել, ինչն եք փոխելու։ Ասեցիք ադապտացիան շրջանում եք, ո՞նց եք պատկերացնում ձեր գործունեությունը, ինչ օրենքի նախագծեր եք այսպես պատրաստվում։ Երբ որ կան նախագծեր, որոշակի ընթացքում կակտիվանամ, կտեսնենք։ Բավականին խիստ է, կանոններ է գործում ԿՊ-ում, մենք տեսնում ենք, որ կան պատգամավորներ, ովքեր ամբիոնից մի բառ ոչ ճիշտ չեն ասում կամ այնպես չեն ասում, որ Փաշինյանի դուր է գալիս, միանգամից հեռացնում են նրան, օրինակ Հռիփսիմե Հունանյանը, ինչը ասել է, որպես գլուխներ են պետք, դա չընդունվեց, նրան ասացին, որ այլևս պետք է չառաջադրվի հաջորդ ցուցակում, նաև հանձնաժողովի նախագահից նրան հեռացրեցին։ Դուք այդ մտավախությունը չունեք։ Ճիշտն ասած, չեմ առհասարակ կյանքում նման բաների չեմ առնչվել, մտավախություն չունեմ, որովհետև ճիշտն ասած չգիտեմ, կարծում եմ նման մտավախություններ չունեմ։ Այսինքն ոնց հասկացեք նոր ցուցակում չկաք ձևավորվող, բայց երկու ամսվա համար ընդամենը եկել եք խորհրդարան մանդատ եք վերցրել, ինչ եք փոխելու երկու ամսում։ Նա կարծում եմ դա իմ իրավունքն է։ Բայց ինձ ինչու նոր ցուցակում չկաք, ցես չեն ընդգրկել։ Ես չեմ ուզեցել։ Ինչու չեք ցանկացել։ Ուղղակի չեմ ցանկացել։ Առաջարկ եղել է չեք ցանկացել։ Չէ, առաջարկ չի եղել, ցանկություն նույնպես չի։ Հիմա դուք արդեն ակտիվ ներգրավում եք ՀԿՊ-ի ծրագրերում եւ խթողիկոսին հեռացնելու բոլոր այդ կանոններում ակտիվ լինելու եք։ Որպես քաղաքացիական կուսակցություն, քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ, ես իմ կուսակցության։ Այսինքն դուք կողմ եք, որ վեհապարն պետք է իշխանությունը հեռացնի։ Ներողություն, այս պայքարը մեկ adzի շուրջ է, որը եկեղեցի կանոններից դուրս է գործում։ Այսքան բան ներողություն։ Ով է որոշում կանոնները դուրս է ներս է, այնքան հայոց կաթողիկոսներն են, որոնք ոչ միայն Հայաստանի, այլև համայն հայության։ Համայն հայության, կոնկրետ ես իրան որպես վեհապար երբեք չեմ ընդունել։ Ներողություն, միլիոնավոր հայեր ընդունում են։ Բավարարվենք առաջի հարցազրույցի համար, բավարարվենք այսքանով, հետագայում խոստանում եմ կշփվում։